Հաղորդման հովանավորն է «Տուն դեպո կահույքի խանութ սրահը»։ Հաղորդման հովանավորն է Dream Park հյուրանոցառեստորանային համալիրը։ Հաղորդման հովանավորն է Աջափնյակ բժշկական կենտրոնը։ Օրը Կիրակի, իմ ու Արմինեի գեղեցիկ ժպիտներն ու բարձր տրամադրությունը, դա նշանակում է, որ էկրաններին բարև երկիրն է եւ մենք մեծ սիրով ձեզ ասում ենք բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ։ Այո, բարի լույս Դիանա, բարի լույս սիրելի հեռուստադիտող, երեկ մենք պատրաստել էինք հետաքրքիր հագեցած եթեր, հուսանք ձեր օրը շարունակվեց նույնչափ հետաքրքիր եւ հագեցած, այսօր եւս պատրաստել ենք տեղեկատվությամբ լի հագեցած եթեր հենց ձեզ համար։ Հիշում ենք մեր գործընկերներին, որոնք են Տուն դեպո խանութ սրահը, Dream Park հանգստյան գոտին եւ Աջափնյակ բժշկական կենտրոնը եւ այն հասցեներն են պարտաճանաչ կերպով հիշեցնում, որտեղով կարող եք հետևել մեր թողարկումներին։ Դրանք են Երկիր մեդիայի YouTube-յան եւ Telegram-յան ալիքները, ինչպես նաեւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Այո, իսկ հիմա երևի թե ժամանակն է անցնել այն տեղեկատվությանը, որը մենք առանձնացրել ենք հենց ձեզ համար։ Այսօր նշվում է Ծնծաղիկի միջազգային օրը։ Տոնն առաջին անգամ նշվել է 1984 թվականին Անգլիայում, որտեղ այս ծաղիկների նկատմամբ առանձնահատուկ սեր եւ հոգատարություն են ցուցաբերում։ Գարնան առաջին ծաղկի լատիներեն անվանումը գալանտուս է, որը թարգմանաբար նշանակում է կաթնային ծաղիկ։ Տարբեր երկրներում Ծնծաղիկին տարբեր կերպ են անվանում։ Իսկապես հիմա ոչ միայն հաճելի է զբոսնելը Երևանի փողոցներով, այլ նաև հատկապես, ոչ թե նաև ծաղկի կրպակների մոտով անցնելիս, որովհետև արդեն ծնծաղիկներն ու մանուշակները ծփում են, ինչպես ասում են։ Ինչպես են անվանում, շարունակենք, օրինակ անգլիացիներն ասում են ձյունե կաթիլ կամ ականջող, գերմանացիները ձյունե զանգակ, իտալացիները ձյունը ճեղքող, չեխերը ձյունիկ։ Աշխարհում հայտնի է ծաղկի մոտավորապես 20 տեսակ, որոնք բոլորն էլ ընդգրկված են Կարմիր գրքում։ Ծնծաղիկների առաջացման շատ լեգենդներ ու հեքիաթներ կան, որոնցից մի քանիսը սիրով կներկայացնենք ձեզ։ Դրանցից մեկի համաձայն, երբ Ադամն ու Եվան արտաքսվել են դրախտից, ձյուն է եկել։ Եվան սկսել է մրսել ու լաց լինել, եւ Աստված նրան մխիթարելու համար ձյան մի քանի փաթիլ ծնծաղիկի է վերածել։ Այո, շատ գեղեցիկ լեգենդ է եւ մյուս լեգենդը պատմում է, որ Ֆլորա Աստվածուհին, երբ դիմակահանդեսի համար ծաղիկների զգեստներ է բաժանել, ծնծաղիկին սպիտակն է տվել։ Ձյունը տեսնելով ծաղիկների գեղեցիկ հանդերձները նույնպես ցանկացել է մասնակցել եւ նրանցից օգնություն է խնդրել, սակայն ցրտից վախենալով բոլոր ծաղիկները մերժել են եւ միայն ձնծաղիկն է ձյանը ծածկել իր սպիտակ զգեստով։ Նրանք միասին այնքան են ապարել ու պտտվել, որ դարձել են իրարից անբաժան գեղեցկագույն լեգենդ, շատ լուրջ եւ ռոմանտիկ։ Տեղափոխվենք մշակութային աշխարհ եւ տեսնենք ինչ է կատարվել անցնող շաբաթվա ընթացքում մեր երկրում եւ քաղաքում։ Հայկական գրադարանային ասոցիացիայի նախաձեռնությամբ ապրիլի 13-ից 20-ն անցկացվում է ազգային գրադարանային շաբաթ ծրագիրը։ Այս տարի այն կրում է դպրոցական գրադարանները նոր արարության տիրույթում խորագիրը։ Ծրագրի շրջանակում իրականացվում են ճանաչողական այցեր, փորձի փոխանակման նպատակով կազմակերպվում հանդիպումներ, սեմինարներ, հանրակրթական ուսումնական հաստատությունների գրադարանային աշխատողների մասնակցությամբ։ Այո, միջոցառումների նպատակը հանրության ուշադրությունը սևեռելն է դպրոցական գրադարաններին, կարևորելով կրթամշակութային գործընթացում դրանց դերը։ Նշենք, որ ազգային գրադարանային շաբաթ ամենամյա ծրագիրն անցկացվում է 2002 թվականից։ Իրական կարևոր է, քանի որ շատ եմ նկատում, հատկապես վերջին տարիներին, որ բացի ուսանողներից բոլորն էլ սիրում են գնալ գրադարաններում ընթերցանության։ Շարունակելով ասենք, որ ապրիլի 11-ին եւ 12-ին Երևանում անցկացվեց Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունը։ Մեր երկրի հավաքականը խաղարկությանը նվաճեց 1 ոսկե եւ 11 բրոնզե մեդալ, շնորհավորանքները մեր Հայաստանի ներկայացուցիչներից ոսկե մեդալակիր դարձավ 58 կիլոգրամ քաշային Կարեն Սարգսյանը մարզական սամբո ոճում, ում երևի կհիշեք մեր նախորդ թողարկումներից։ Այո, բրոնզե մեդալակիրներ ունենք Դավիթ Հովսեփյանը, Նարեկ Գոգինյանը, Զավեն Արզումանյանը, Թաթուլ Ավաքյանը, Մխիթար Թեմուրյանը, Աննա Այվազյանը, Սյուզաննա Մանուկյանը, Աննա Մկրտչյանը, Մարիամ Ստեփանյանը, Սրփուհի Հովակիմյանը եւ Եկատերինա Ժիգալովան։ Հիշեցնենք, սիրելի հեռուստադիտողներ, որ մեր երկրում երրորդ անգամ անցկացվող Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը 22 երկրի ավելի քան 500 մարզիկ է մասնակցել։ Սպորտային իսկապես, ինչպես ասում են, հրավառություն էր մեր երկրում նախորդ շաբաթ կիրակի։
Եվ շարունակենք սպորտային թեման, ապրիլի 20-ից 26-ն էլ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում կանցկացվի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականն արդեն այնտեղ է եւ եզրափակիչ նախապատրաստական փուլն է անցնում։ Այս տարի, սակայն, նշենք, որ օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի եւ Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը առաջնությանը չի մասնակցի հարգելի պատճառներով։ Հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, Ալեքսանյանը բաց է թողնելու այս առաջնությունը, սակայն սպորտային կարիերան շարունակելու է, ինչը շատ կարևոր է բոլորիս համար։ Մարզիչը նշել է, որ Արթուրը Գերմանիայում մեկամսյա բուժման կուրս է անցել, բայց արդեն վերադարձել է թիմ եւ ակտիվորեն մարզվում է։ Առաջնությանը Արթուրի փոխարեն 97 կիլոգրամ քաշային կարգում Հայաստանը կներկայացնի աշխարհի մինչև 23 տարեկաների չեմպիոն Հայկ Խլոյանը։ Հայկ Խլոյանին եւս մաղթում ենք հաջողություններ, իսկ Արթուրին շուտապույտ ապակինում եւ վերադարձ շարքեր։ Իսկ մենք տեղափոխվենք Հոլիվուդ, սիրելի հեռուստադիտողներ։ Ինչ կա այնտեղ։ Օսկարակիր դերասանուհի Նիկոլ Քիդմանը կյանքի 58-րդ տարում որոշել է նոր մասնագիտություն յուրացնել։ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Քիդմանը հայտնել է, որ որոշել է դառնալ մահվան դուլա, այսինքն մասնագետ, ով բարոյահոգեբանական աջակցություն է ցուցաբերում մահվան մահճում գտնվող մարդուն եւ նրա հարազատներին ու ընտանիքի անդամներին։ Իրականում շատ ըստիս բարդ գործ է, բայց նաև կարևոր։ Այս որոշմանը Քիդմանը եկել է մոր մահվանից հետո։ Նա Սան Ֆրանցիսկոյի համալսարանում ունեցած ելույթի ժամանակ նշել է, որ 2024 թվականին, երբ մահանում էր մայրը, ընտանիքի կողքին չկար մեկը, որ կաջակցեր այդ դժվար պահին։ Իսկ մահվան դուլայի մասնագիտությունը շատ կարևոր է, բայց ցավոք թերագնահատված, նշել է դերասանուհին։ Իրականում թերագնահատված եւ ոչ տարածված, բայց փաստացի շատ կարևոր է։ Շատ բարդ, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգների առաջին տիկինն էլ որոշել է խոսել եւ հանրությանը հայտնել, որ ինքը կապ չունի Ջեֆրի Էփշթեյնի հետ։ Սպիտակ տանն իր ելույթի ընթացքում Մելանիա Թրամփը հայտարարել է, որ ինքը հայտնի հանցագործ մանկապիղծ Էփշթեյնի զոհը չի եղել եւ ամուսնու հետ էլ ծանոթացել է ոչ թե նրա միջոցով, այլ հեռավոր 98 թվականին նյույորքյան մի երեկույթի ժամանակ։ Հետաքրքիր է, որ սա սենսացիոն նորություն է համարվում համաշխարհային լրատվամիջոցների համար։ Առաջին տիկինը նաև ասել է, որ Էփշթեյնի հետ ծանոթացել է 2000 թվականին եւ ոչինչ չի իմացել նրա հանցավոր գործունեության մասին, իսկ տարիներ շարունակ համացանցում իր եւ Էփշթեյնի մասնակցությամբ պատտվող նկարները իբր կեղծ են։ Զգույշ եղեք այն ամենի հետ, ինչի հավատում եք։ Այդ նկարները եւ դրանց հետ կապված պատմություններն իրական չեն։ Իր ելույթում համոզել է Մելանիան, պահանջելով դադարեցնել դրանց շրջանառությունը։ Ելույթի ընթացքում Մելանիա Թրամփը կոչ է արել կոնգրեսին կազմակերպել հրապարակային լսումներ Էփշթեյնի գործով տուժած կանանց համար, որպեսզի նրանք ցանկության դեպքում կարողանան բացահայտ ներկայացնել իրենց պատմությունները։ Իսկ նախապատմությունը այս ամենի նշենք, որ նախորդ տարվա հոկտեմբերին գրող Մայքլ Վոլֆը դատական հայց էր ներկայացրել տիկին Թրամփի դեմ, մեղադրելով նրան $1 միլիարդ դատական հայցով սպառնալու մեջ, որպեսզի խոչընդոտի իրեն Էփշթեյնի հետ իր ենթադրյալ կապերի մասին հաղորդելուն եւ գրելուն։ Փաստաբանների ակտիվ գործողություններից հետո իհարկե կայքը հերքում էր հրապարակել եւ ներողություն խնդրել զարմանալի օրը դեռ շատ երկար ջուր կքաշի, որովհետև նման գործերը երկար տարիներ քննվում են եւ կան մարդիկ, ովքեր կեսից են հիշում, որ տուժել են, կան մարդիկ հերքում են իրենց տուժես լինելը։ Մի խոսքով Աստված իրենց հետ եւ հուսով ենք, որ նման իրադարձություններ երբևէ Հայաստանում չեն լինի եւ նման բացահայտումներ եւ լրատվամիջոցներում նման վերնագրերով նյութեր մենք երբեք չենք ունենա Զիաննա։ Տա Աստված, շատ լավ ասացիր, այս պահին պետք է այս թեման, ինչպես ասում են, շրջանցենք մի գեղեցիկ տեսահոլովակ դիտելով, որովհետև մեր հյուրերն արդեն մեզ են սպասում։ Ancestors Moshovan, the holy land of the Ark of Hayastan. For centuries we have tried to keep our peace and our pride. Our faith has kept us so on through the hardest times. Ov knatsever yelek, ov artunetzi thambek, thorimanan yegelek me. Yegelenk anku belinenk,
Իմանան եկել ենք մենք Եղել ենք կանք ու կլինենք Ու թե դժվար պահեր լինենք Երկով ու նվագով պիտի հաղթահարենք Բարի լույս, սիրելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ մեր առավոտյան թարմ ընթացքը շարունակում ենք, բայց հիմա մի 10 վայրկյան հետո մեր հեռուստադիտողները կասեն՝ մի ամսյա կվերջացել է, էլի խոսում եք կանանցից։ Այո, մենք սիրում ենք խոսել կանանցից, կանանց խնդիրներից, կանանց ներաշխարհից, կարելի է, չէ՞։ Իհարկե կարելի է։ Կարծում եմ միշտ կարելի է եւ պետք է։ Օգնել կանանց վերակտնել իրենց ներքին ուժը, հավասարակշռությունը եւ կապը իրենց իրական եսի հետ։ Կա ավելի լավ բան, իհարկե չկա։ Այս նպատակին է ծառայում հիշիր քեզ նախաձեռնությունը, որը կանանց մեկտեղելու, միմյանց հետ զրուցելու եւ աջակցելու հնարավորություն կընձեռի ապրիլի 26-ին։ Այո, թե ինչի մասին է այս ամենը, մեր հյուրերի հետ կբացահայտենք։ Հիշիր քեզ նախաձեռնության հեղինակ եւ հիմնադիր Վիկտորիա Խաչատուրյան եւ կլինիկական հոգեբան, գեշտալտ թերապևտ, հիշիր քեզ նախաձեռնության համահիմնադիր Սուսաննա Հակոբյան։ Բարի լույս։ Բարի լույս, բարի գալիս մեր տաղավար։ Շնորհակալություն, լավ ենք։ Ինչպես է սկսվել ձեր օրը։ Արևոտ, առավելևս, եթե ձեր գեղեցիկ տաղավարում ենք, կրկնապատկել եմ։ Շատ դուք էլ այսպես լուսավոր արևոտ եք եւ կարծում եմ ձեր նախաձեռնությամբ կանանց հավաքը, հանդիպումը, քննարկումը լինելու է շատ օգտակար, արդյունավետ, բայց գանք սկզբից, հիշիր քեզ, Ինչի մաս։ յուրաքանչյուրը հիշի իրեն երբ, ինչ վիճակում, որ փուլում, Յուրաքանչյուրը հիշի իրեն միշտ, սակայն այստեղ մի փոքր ձևաչափ ենք փորձել հաղորդել այդ ինքներս մեզ հիշելուն։ Նախ եւս մեկ անգամ շնորհակալ եմ ձեզ, որ հյուրընկալել եք մեզ ձեր տաղավարում եւ հնարավորություն ունենք եւս մեկ անգամ խոսելու մեր նախաձեռնության մասին։ Հիշիր քեզ նախաձեռնությունը արդեն մոտ 1 տարեկան է եւ այս նախաձեռնության հիմքային գաղափարն է ստեղծել մի տարածք, որտեղ կանայք հնարավորություն կունենան կտրվել առօրյա քաոսային թոհուբոհից եւ որոշակի ժամանակ հատկացնել իրենց եւ իրենց հոգեվոր խնամքին եւ այդ ամենը հաճելի եւ ոգեշնչող միջավայրում, հա։ Եթե խոսենք ձևաչափի մասին, ապա այստեղ միավորված է հոգեբանությունը, արվեստը եւ կանանց համայնքը մեկ տեղում։ Այսինքն մասնակիցները հնարավորություն են ունենում մասնակիցը դառնալ եւ մասնակցել հոգեբանական խորքային քննարկումների։ Ընդ որում այդ թեմաներն այնպիսիք են, որ յուրաքանչյուրս մեր կյանքում եթե ոչ փորձառություն ունեցել ենք, ապա գոնե թե անմասն չենք մնացել այդ թեմաներից, այսինքն յուրաքանչյուրս մեզ կարող ենք գտնել այդ թեմաների շուրջ եւ գտնել նաեւ խոսելու առիթ այդ թեմաների մասին։ Այս ամենը համեմվում է նաեւ արվեստային կոլորիտային միջավայրում, այսինքն հանդիպումներն անցկացվում են թանգարաններում, գրադարաններում դեռ չենք եղել, բայց նախատեսում ենք առաջիկայում։ Եվ իհարկե կանանց համայնք, ովքեր որ գեղեցկուհիներ են, ովքեր յուրաքանչյուրն իր ոլորտում հաջողել է եւ հավաքվել ենք բոլորս այստեղ
այս հարթակը վայելելու եւ այս հարթակի մասին խոսելու եւ հնարավորինս շատ մարդկանց այս մասին տեղեկացնելու համար։ Դուք նշեցիք, որ լավ հնարավորություն է եւս մեկ անգամ հավաքվելու եւ ինքներդ ամեն մեկը իրեն հիշելու։ Կասեք, որքան ժամանակ է պետք մարդուն առօրյա հոգսերից կտրվելու գոնե մի պահ իրեն հիշելու համար։ Ոմանք պատկերացնում են, որ դրա համար պետք է շատ երկար ժամանակ նախապատրաստվել։ Մարդիկ կան ուղղակի մեկ միջոցառում գալով սկսում են վերանայել իրենց կյանքը, ապրումները։ Ըստ ձեզ, որքան ժամանակ է պետք մարդուն սթափվելու ինքն իրեն գնալու համար։ Կարծում դու ավելի ճիշտ կպատասխանես։ Կարծում եմ, որ ճիշտ նշեցիք, որ մարդիկ կարծում են, որ դրա համար պետք է ինչ-որ ժամանակ սկսել, երկուշաբթի օրը, ինչ-որ հատուկ օր լինի, որտեղից ես կսկսեմ խնամել ինքս Կամ ինձ։ գնալ մարտիրյան կղզիներ անպայման։ Այո, կամ խանգարի, բայց սկսել ճամփորդել, սկսել, չգիտեմ, ինչ-որ մի նոր բան, որը կյանքում կհիշեցնի ամեն մեկին ինքն իր մասին, հոգ տանելու եւ ինքն իրեն վերադառնալու մասին։ Բայց կարծում եմ, որ գիտակցումն է կարևոր, որտեղից որ սկսում է մարդը ինքն իրեն նայել ոչ թե հետագա որպես ապագայում ինչ-որ մի հատ երևույթ, պլան կամ նախաձեռնություն, այլ այս պահին եւ հենց այդ միջավայրը, որը որ մենք կարողանում ենք ստեղծել ու տալ, որտեղ մարդիկ կարողանում են ավելի լսված լինել, խոսել իրենց մասին եւ սկսում են արդեն հետագայում նաեւ մտածել, վերաիմաստավորել իրենց կյանքը, առօրյան, կարծում եմ, որ գալիս է ամեն ինչը մտքից։ Իսկ այդ այն կանայք, ովքեր են եւ պատիվ ունեն հայտնվել այդ խմբակում, այսպես ասած։ Եթե կարելի է հավելում հենց հարցի շարունակությունը Դիանայի հարցին նաև։ Երբ որ մարդիկ գալիս են 1 ժամ, օրինակ 2 ժամ, ինչ-որ մի ձևաչափով կտրվում են իրականությունից։ Նրանք նախ դա վարակովի է թե ոչ, այսինքն գնում պատմում են դրա մասին, ավելի շատ մարդիկ են բերում։ Եվ երկրորդը, այո, ինչ տեսակի մարդիկ են եւ ովքեր են ձեր մասնակիցները։ Մեր մասնակիցները կանայք են, բայց մեր հիմնական նպատակը շեշտադրումը մարդն է։ Այսինքն ցանկացած մարդ ունի կարիք լսված լինելու, իրեն կարևոր զգալու եւ վերադարձի դեպի ինքն իրեն։ Այստեղ մեր շեշտադրումը չի միայն կանայք, այլ մեր նպատակը այն է, որպեսզի դա տարածում ունենա, վարակիչ լինի եւ բոլոր մարդիկ կարողանան իրենց վերադարձնեն իրենց այն մասը, որը չլսված է, չասված է եւ անտեսված։ Բայց այստեղ ես մի այսպիսի հարց ունեմ։ Երբ մենք ասում ենք վերադարձ ինքդ քեզ, կան մարդիկ, որոնք իրենց ոչ ճանաչում են, ոչ էլ գիտեն այդ վերադարձը որն է։ Այսինքն ինքդ քեզ վերադառնալը զուտ սկզբում միայն ուշադրության տեսանկյունից, հետո հոգեպես, որտեղ հոգեպես հնարավոր ինքներեն ընդհանրապես չի ճանաչում։ Համաձայն եմ ձեզ հետ, շատ հետաքրքիր հարց էր հոգեբանական առումով, ճիշտ եք, մարդը սկսում է նախ սկզբնական շրջանում ինքն իրեն նկատելուց, որից հետո արդեն սկսում է ճանաչել իրեն, սկսում է ավելի խորքային հասկանալ իրեն, այսինքն դա շատ երկար process է։ Մեկ հանդիպումով չի սահմանափակվում այդ ամեն ինչը, դա շատ երկար ճանապարհ է, որտեղ մարդը սկսում է հաշվի առնել իր բոլոր կողմերը, ընդունել եւ լսել իր բոլոր չհասված մասերը, եւ միայն դրա շնորհիվ է կարողանում գալ ամբողջական իր մասերին, այսինքն ներգրավելով Հոգի, մարմին, մտքեր եւ այլն։ Ներողությունը այդտեղ է, այսինքն կանում, դուք կարողանում եք ճիշտ ուղղորդել։ Ես կարողանում եմ լսել, ես կարողանում եմ չքննադատել, ես կարողանում եմ ընդունել այն, ինչը որ հնչում է, այսինքն մասնակիցները բոլորը հնարավորություն ունեն խոսելու առանց պետքեների, առանց ճիշտ ու սխալի, կարող են լինել պարզապես եւ մեր նախաձեռնության հիմքում այն է, որ ճիշտ ու սխալ չկա, կա այդ ձևաչափ։ Հա, խմբակային հանդիպման ժամանակ հնարավոր է այդ անկեղծությունը, այդ խորքային ամբողջ բովանդակությունը պահպանել։ Կարծում եմ, որ մի փոքր հայ կանայք իրենց մտածելակերպով, հա ֆիլմերում տեսնում ենք, որ այդ խմբակային հանդիպումներում ամեն մեկն իր խնդրի մասին պատմում է, 1 տարի արդեն նախաձեռնությունը կա։ Ինչ եք նկատել, հայ կանայք կարողանում են այսպես բացել թևերը եւ իրապես այն, ինչ իրենց տանջում է, կարողանալ բարձրաձայնել։ Կարծում եմ հենց դա է մեր նախաձեռնության նպատակը, որպեսզի նախ մենք սկսենք խոսելուց, որտեղ կհնչեն այն մտքերը ու կարծիքները, որտեղ որ կլինի տարածք անվտանգ եւ մարդը կզգա իրեն լսված, որից հետո արդեն քիչ-քիչ մենք գալիս ենք հասունանում ենք փորձերի, հոգեբանական էքսպերիմենտների, արտ-թերապևտիկ միջոցառման մեջ ներառված է նաեւ այդ մասը, հանդիպման միջոցով բացվելու եւ ավելի խորքային տեսնելու ամեն մեկը ինքն իրեն։
Այսինքն դուք լսված եւ չքննադատված լինելու բանալիներն եք բաժանում, հետո նրանք այդ բանալիով փորձում են իրենց համապատասխան դռները գտնել եւ գնալ։ Վիկտորիա, որպես հեղինակ, գաղափարը ինչից սկսվեց։ Նկատեցիք խնդիրներ, դուք ձեր ընկերների շրջանում, ընդհանուր հայերի մեջ Հայաստանում, ինչպես եկաք նրան, որ նման հավաքներ են պետք եւ նրանք կօգնեն հասարակությանը եւ կանանց, չէ՞ որ առողջ կինը, առողջ հոգեբանության կինը հասարակության հիմքն է։ Իհարկե, կյանքի հիմքն է առհասարակ։ Իրականում շատ վաղուց նման տեսակ նախաձեռնության մտքեր կային եւ շատ տարիներ առաջ նույնիսկ ես եւ Սուսաննան, չգիտեմ կմտաբերես թե ոչ, բայց մի այսպիսի շարժում էինք փորձում սկսել, որը էլի կանանց օգնելու այս բարագայում բռնության դեմ, եթե չեմ սխալվում, ինչ որ դա երկար չտևեց, բայց միշտ մեր մտքում դա եղել է ու այս բարագայում ես ուզում եմ շեշտել մի բան նաեւ, որ այ օրինակ Հայաստանում նման ձևաչափով հարթակներ եւ նախաձեռնություններ չկան։ Եթե իհարկե չենք խոսում մեկ անգամյա իվենթների մասին, որոնք եթե թույլ կտաք միջամտեմ, շատ դեպքերում ես նկատել եմ, որ վերցնում են ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հատկապես օրինակը բրանչներ են կազմակերպում այսպես կոչված, որոնք բացի լուսանկարվել եւ սոցհարթակում գլուխ գովալ, որ ես այս բրանչի մասնակիցն եմ, իհարկե ձևաչափերը տարբեր են։ Fashion branch-ը լրիվ այլ բանի մասին է, հենց հոգեբանության եւ մարդու տեսակի մասին բրանչներ կան, որոնք բացի լուսանկարել տեղադրելուց ոչինչ չի ընդհանրում։ Նման հավաքների տարբերությունը կարեւորություն է հիմա։ Այո, ճիշտ է։ Իրականում բոլոր տեսակի բրանչները, որտեղ որ հավաքվում են լավ գաղափարի շուրջ, ես ողջ, որովհետև ամեն դեպքում այդ, չգիտեմ, կես ժամը կամ 1 ժամը, որտեղ որ դու կտրվում ես առօրյա թողուց, ինչպես նշեցի, եւ ինքդ քեզ ժամանակ ես հատկացնում եւ հաճելի միջավայրում հաճելի մարդկանց հետ, դա շատ նպաստում է էլի հոգեվոր կայունությանը, ինչ որ բաներ վերարժևորելուն եւ այլնին, սակայն մեր նախաձեռնությունը տարբերում է հենց դրանով, որ մենք ոչ թե պարզապես հավաքվում ենք խոսելու կամ համեղ ընտրելու եւ այլնի համար, այլ մենք հավաքվում ենք հենց հոգեբանական թեմաների քննարկման հիմքով եւ այս ամենն անում ենք, ինչպես նշեցի, ոգեշնչող միջավայրում։ Իհարկե ընթացքում նաև, քանի որ մեր սոցիալական մշակույթի անբաժան մասն է սուրճ ըմպումը եւ մենք հաճախ նույնիսկ օրվա մեջ ենք, չէ՞, սիրում, չգիտեմ, 10-15 րոպե մեզ հաճելի մարդկանց հետ տրամադրել եւ մեկ գավաթ տաք սուրճի շուրջ խոսել, խորհուրդներ տալ, ստանալ եւ մի փոքր թեթևանալ եւ շարունակել առօրյա այդ ընթացքը։ Մենք դրա փոքր ձևաչափներ ունենք մեզ մոտ, այսինքն մեր այդ ամբողջ ընթացքը հանդիպման կայանում է մեկ գավաթ տաք սուրճի շուրջ, որի ընթացքում մենք այս քննարկումն ունենում ենք եւ ամեն բան ավելի եւ դա նպաստում է, որ միջավայրն էլ ավելի հանգիստ լինի, մարդիկ էլ ավելի զգան իրենց այնպես, ինչպես, չգիտեմ, իրենց տանը, իրենց ընկերուհիների շրջապատում, հա, եւ ավելի ապահով, քան ավելի ապահով։ Հարգելի ընկերներ, այս 1 տարվա ընթացքում ինչ եք նկատել։ Հայ կնոջը առավելապես որ չլսված խնդիրն է հիմնականում տանջում ու տարածված։ Մեր ապագա հանդիպման թեման ուժեղ կնոջ սինդրոմն է եւ շեշտադրումը հենց նա է, որ մեր հայ հասարակությունում կա այն կարծիքը, այն դաստիարակչական մեթոդը, որ ուժեղ լինելը դա շատ կարեւոր նախապայման է մարդու, կնոջ, տղամարդու համար, չեմ ուզում սեռային ինչ-որ առանձնահատկություն նշեմ, բայց կնոջը առավել եւս կա այդ չբողոքելու, չտրտնջալու եւ այդ Բայց դա ուժեղի սինդրոմ է, չբողոքելը եւ չտրտնջալը։ Հակառակ իմաստով է ասում ուժեղի սինդրոմ, որ մարդկանց այսպես ասած ծանրացնում են կյանքը, նրանք պարտավորություններ են, չէ՞, վերցնում։ Նկատի ունեմ ոնց է ընկալվում այդ ուժեղի սինդրոմը, որովհետեւ նաեւ կա, այո, հենց մեր մեջ տարածված ուժեղ կինը ոչ թե այդ ձեր ասած համակերպող, լռող եւ չբողոքող կինն է, այլ տղամարդու բոլոր գործառույթներն իր վրա վերցրած կինն է։ Այս տարբերակումը ինչպես է դրվում։ Այստեղ տարբերակումը դրվում ենք ոչ թե կոնկրետ գործողությունների մակարդակում, այլ այնտեղ, որտեղ որ կինը իրավունք չունի թուլանալու, իրավունք չունի բողոքելու, իրավունք չունի խոսելու նրա մասին, ինչը ընդունված չէ։ Եվ այստեղ առաջ է գալիս այն գաղափարը, որտեղ ուժեղ լինելը, երբ դառնում է կյանքի միակ ձևը, դա բերում է հոգնածության, ուժասպառ վիճակի, նույն ինքը burnout-ը, որը որ շատ հայտնի է աշխատանքային միջավայրում հատկապես դա։ Մենք ունեցել ենք, չէ՞, այդպիսի թեմա նաև։ Հա,
արդյունքի մասին։ Մենք ունեցել ենք մեր առաջին հանդիպումն է եղել եւ կարծում եմ, որ այդ առաջին հանդիպումից հետո մենք հասկացանք ես եւ Վիկտորիան, որ անհրաժեշտություն կա խոսելու այդ ամենի մասին։ Խոսելու այնքան ժամանակ, քանի դեռ կինը կգտնի, կփորձի լսված լինի իր կարիքը, որպեսզի լսելի լինի իր կարիքը, որպեսզի ինքը կարողանա խոսի իր կարիքների ու ցանկությունների մասին։ Տղամարդկանց հետ հանդիպում չեք նախատեսում։ Տղամարդկանց հետ եւ հետագա հանդիպումների մասին ավելի մանրամասն Վիկտորիան գիտի, քանի որ նախաձեռնության հեղինակը եւ հետագա պլանավորումը Վիկտորիան է անում։ Մենք այսօր այդ մասին փոքրիկ քննարկում ենք նույնիսկ ունեցել Սուսաննայի հետ, որ ինչպես Սուսաննան իր խոսքի մեջ նշեց, մենք հիմա ես սիրում եմ այսպես ասել, հավաքվել ենք աղջիկներով եւ սա կանանց համայնք է, բայց այս ամենի հիմքում ընկած է մարդը իր ամբողջ էությամբ, իր բոլոր կարիքներով, արժեքներով, անհրաժեշտություններով։ Այսինքն շատ ցանկալի կլինի, որ լինեն նաև նման հարթակներ, որտեղ անկախ սեռից մարդիկ հնարավորություն կունենան, հա, այս ձևաչափով մասնակցություններ ունենալու։ Նման տեսակ օրինակներ արտերկրում, չգիտեմ, կան շատ միջոցառումներ, որտեղ որ հավաքվում են մարդիկ անկախ սեռից եւ չգիտեմ, խոսում են տարբեր թեմաների մասին, էլի իրենց անհանգստացնող։ Մեզ մոտ դեռևս մեր համայնքը կանանց համայնք է, բայց չեմ բացառում, որ առաջիկայում շատ հավանական է, որ նաեւ ձևաչափի փոփոխություն գուցեև լինի։ Գիտեք ինչն է հետաքրքիր, ես ձեզ լսում եմ ուշադիր եւ քո հարցից հետո մի միտք առաջացավ իմ մոտ, որ Հայաստանում սովորաբար տղամարդկանց նման հանդիպումները գարեջրի շուրջ, որևէ փաբում նրանք ամեն ինչ կիսվում են, առավոտյան ռեստարտ եղած հոգեվիճակով ապրում են կյանքը, իսկ քանի որ հայ աղջիկները եւ կանայք սովոր են զսպվածություն դրսևորել, դրա համար էլ նրանց հենց այսպիսի հանդիպումները որքան էլ գենդերային տարբերություն չտնենք, բայց միևնույնն է իրենց հոգեբանությամբ, իրենց վարկով կին տղամարդ տարբեր են, բայց միևնույն է կան խնդիրներ, որոնք պետք է մեկ հարթության վրա եւ դեմ առ դեմ եւ այսպես երկուստեք այդ հարցը քննարկվի, դրա համար մտածում եմ գուցե նաեւ լինում է տղամարդկանց կամ եւ տղամարդկանց եւ կանանց հետ։ Վիկտորիա, ամսի 26-ին ունեք, այո, չէ, մենք էլ կմասնակցենք։ Ամսի 26-ին ունեք, հա, առաջիկայում հանդիպում, մի փոքր այդ մասին կպատմեք, որտեղ ինչ ձևաչափով ովքեր կարող են միանալ եւ մասնի կտալ։ Եվ մեկ անգամ է այդ հանդիպումը, թե փուլային։ Այս ընթացքում մենք երկու հանդիպում ենք հասցրել ունենալ, ճիշտ է, արդեն երկար ժամանակ է ինչ նախաձեռնությունը որպես այդպեսին կա, սակայն նախապատրաստական փուլը ավելի երկար է տևում, քան բուն ինքը միջոցառումը, քանի որ մենք նաև այս ընթացքում հավաքագրում ենք հովանավորներ, գտնում ենք տարածք, այսինքն ամեն բան հովանավորչական ուղով է տեղի ունենում։ Դրա համար մի փոքր կազմակերպչական process-ն ավելի երկար է տևում, քան հանդիպման process-ը հանդիպումները, էլի, ոնց որ այս մեկ տարվա ընթացքում երկու հանդիպումը արդեն իսկ խոսում է այդ մասին։ Հիմա երրորդն ենք արդեն շուտով ունենալու եւ տեղի ունենալու ապրիլի 26-ին նկարչի տանը Զաքյան 8 հասցեում։ Ինչ վերաբերում է այն մասին, թե ովքեր կարող են մասնակցել, հա, մասնակցության ձևաչափը, մենք այս պահին 25-ից 30 մասնակից ունենք, որոնց մի մասն արդեն մեր հիմնական մասնակիցներն են, ովքեր մեկ անգամ եկել են, երկրորդ անգամ եւս մեծ ոգևորություն ունեցան գալու եւ դարձան արդեն ոչ միայն պարզապես մասնակիցներ, այլ գաղափարը կրող մարդիկ եւ իրենք մեր մշտական արդեն անդամներն են հանդիպման եւ կան նաև կանայք, ովքեր որ, չգիտեմ, լսել են իրենց ընկերներից կամ տեսել են մեր գովազդները եւ իրենք էլ են ցանկություն հայտնել մասնակցելու։ Պարզապես մենք, քանի որ փոքր տարածքներում ենք իրականացնում դեռևս միջոցառումը եւ քանի որ նման քննարկումների ժամանակ առավել արդյունավետ է, ենթադրում եմ, հնարավորինս քիչ քանակությամբ մարդկանց շրջանում իրականացնել, դեռևս մեր ձևաչափը մինչեւ 30 կին է իրենց ենթադրում։ Բոլորը ասեք մինչև 30 տարեկան ունի դուրս գա։ Ոչ, մենք տարիքներ սամոյ շարունակել, այո։ Այդպես եւ ինչ էի ուզում ասել, որ քանի անգամ են լինում, այս ամսի 26-ին միջոցառումը կա, այդ մեկ հանդիպումն է եւ վերջ, ուզում եմ դա հասկանալ։ Ամեն հանդիպում տարբեր թեմաներով է։ Օրինակ այդ նախորդ երկու հանդիպումներից մեկը հուզական այրման մասին էր, երկրորդ հանդիպման թեման սահմանների մասին էր,
եւ ներքին ուժերի բացահայտման, եւ երրորդ հանդիպման թեման է արդեն այլ է ուժեղ կնոջ սինդրոմի մասին։ Այսինքն հանդիպումները փուլային չեն, մեկը մյուսի հետ փոխկապակցված չեն։ Կարող է շղթայի մեջ դիտարկվել, որովհետեւ Բայց մեկ հանդիպում հարցը դա էր, որ մեկ հանդիպում է, ենթադրենք 1 ժամ, 2 ժամ եւ բավական է, որպեսզի գոնե ինչ որ մի քանի շերտ բացահայտվի այդ հանդիպման ժամանակ։ Մենք այնպես ենք կառուցում, որպեսզի տրամաբանական շարունակություն լինի մեր թեմաները, այսինքն մեկը մյուսից բխող, մեկը մյուսի մասին։ Մեր թեման փոխվում է, բայց կոնցեպտը, այն թե ինչի մասին է ընդհանուր գաղափարախոսությունը պահպանվում է։ Ու դրա համար, հա, բայց եւ ինչպես հասկացա, անգամ թե այդ մեկ հանդիպմանն են ներկա գտնվել, իրենց համար որոշակի լուծումներ վերցված են գնում։ Այսինքն պարտավորված չեն լինում ստիպված գալ կամ ինչ։ հա, Շատ լավ, շնորհակալություն։ շատ Հետաքրքիր եւ կարելի է անդադար խոսել, շարունակել, բայց Սիրո։ Ապրիլի 26-ին խոսելու, շարունակելու եւ մեկ տված սուրճ միասին ըմպելու։ Սիրով, շատ այնտեղից շնորհակալություն։ խոսենք եւ Այո։ կարողանանք լսել նաեւ։ Շնորհակալություն։ Սիրելի հերոստատիտող, հիշեցնենք այսօր մեր հյուրը հիշիր քեզ նախաձեռնության հեղինակ եւ հիմնադիր Վիկտորիա Խաչատուրյանը եւ կլինիկական հոգեբան, գեշտալտ թերապևտ հիշիր քեզ նախաձեռնության համահիմնադիր Սուսաննա Հակոբյանն էին, դե ինչ կհանդիպենք քիչ անց։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը եւ այս պահին շատ կանացի եւ աղջկական զրույցներ եւ էջ ենք ունենալու, էթիկա եւ էսթետիկա էջն ենք ձեզ ներկայացնելու, որտեղ հետաքրքիր հանդերձանքին, աքսեսուարին վերաբերվող ոչ ստանդարտ կարևորը միտումներին ենք անդրադառնալու, որովհետեւ միշտ հետաքրքիր է ավելի եւ գեղեցիկ կարծում եմ, երբ ընդհանուր ամբողջի միջից մարդն առանձնանում է իր ոճով, գուցե ոչ այդքան նորաձև այդ տարի, բայց իր կողմից ավելացրած ենթադրենք որևէ մանրուքով։ Իրականում այո համաձայն եմ, բայց ես կասեմ, որ նաև ինչի՞ չէ տղամարդկանց համար, որովհետև նորաձևությունը առաջարկել է ոչ ստանդարտ լուծումներ, որոնք կարող են կիրառել թե կանայք, թե տղամարդիկ, համադրություններ, որոնք մինչ այս գուցե մենք չէինք պատկերացնում, բայց հիմա կարող ենք արդեն պատկերացնել, իսկ հասկանալու համար թե ինչի մասին ենք ես եւ Դիանան խոսում, առաջարկում ենք դիտել էթիկա, էսթետիկա էջը եւ վերադառնալ։ Հետաքրքիր է հայ տղամարդկանց համար, որքանով է կիրառելի ոչ ստանդարտ միտումները։ Հայ տղամարդիկ բավականին նկատելի փոխվել են նորաձևությանը հետևելու հարցում։ Դիտենք վերադառնանք։ Հատկապես Գարնանը կարծես թե ցանկություն է առաջանում թարմացնել զգեստապահարանը եւ մենք արդեն հասցրել ենք ձեզ պատմել, թե որոնք են այս Գարնան հիմնական թրենդները։ Հիմա կխոսենք այն առաջարկների մասին, որոնք գուցե ոչ բոլորին դուր գան, բայց յուրահատուկ, անսովոր եւ հետաքրքիր են։ Սկսենք գույներից։ Ինչպես տարվա սկզբում նշել ենք, այս տարվա գույնը ըստ Pantone ընկերության Cloud Dancer-ն է, այսինքն նրբագեղ սպիտակ։ Հատկապես Գարնանը եւ ամբրանը այս գույնը կիրառելու լավագույն ժամանակն է։ Ամբողջությամբ կարող եք կրել սպիտակ, համադրելով տարբեր գործվածքներ եւ համեմելով այդ ամենը սպիտակ աքսեսուարներով, մարգարիտներով եւ բնական քարերով։ Այս գույնի հետ կարելի է համադրել նաեւ վառ կարմիրը, խակի կանաչը, լիմոնի դեղինը, նուրբ կապույտը եւ շագանակագույնը եւ իհարկե սևը։ Երբ գույների հարցում արդեն կողմնորոշվել ենք, ապա արդեն հագուստի ոճի ընտրության ժամանակն է։ Այս Գարնանը դասական տրենչների փոխարեն ընտրեք ոչ սովորական տարբերակները, օրինակ բարձր եւ լայն օձիքով, անսովոր մեծ կոճակներով կամ անսովոր լայն թևքերով։ Շատերի կողմից սիրված կաշվե վերարկուները եւս այս տարի նորաձև են, բայց ոչ ստանդարտ տարբերակներով, օրինակ շատ մեծ եւ լայն օձիքով։ Արտաքին մաշվածությամբ կարծես տանը եղածին տարբերակներից մեկն է կրում։ Այս տարի շատ տրենդային են համարվում այսպես կոչված փոքր-ինչ ամփույթ համադրությունները, որտեղ ջինսետաբատը կարող եք համադրել նուրբ կտորի հետ, դասական կոշիկներով եւ լայն կաշվե վերարկուով։ Պարտադիր չէ ոչ կտորների, ոչ ոճերի համադրությունը։ Դուք ձեր ունեցած հագուստով տարբեր անսովոր համադրություններ կարող եք ստանալ, այստեղ կարևորը թողնել մտածված թափթփվածության էֆեկտ։ Հաջորդիվ սպիտակ ժապավեն հնարավոր ամեն ինչի հետ, ջինսե իրերից մինչև դասական պիջակներ։
Զարդեր կոշիկների համար, այո, ճիշտ լսեցիք, ձեր զարդերից մասնիկներ կարող եք տեղափոխել թե սպորտային, թե դասական կոշիկների վրա։ Բացի կոշիկներից, մանր զարդերով, քարերով, բրոշներով, բուլավկաներով կարող եք զարդարել փողկապը, պիջակի թևերը եւ հագուստն ամբողջությամբ։ Անսովոր թրենդներից հաջորդն էլ գիշերազգեստ հիշեցնող զգեստների համադրությունն է ջինսերի եւ սպորտային կոշիկների հետ։ Բարի լույս սիրելի հեռուստադիտող, մեր եթերը շարունակվում է եւ ինչպես մենք սիրում ենք, տեղափոխվում ենք թատրոնի աշխարհ, ինչու, որովհետեւ այսօր ապրիլի 19-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում սպասված պրեմիերա է։ 40 օր միասին ապրելու, կռվելու, միմյանց մեղադրելու եւ իրանց կյանքի գաղտնիքները բացահայտելու համար։ Ինչպես կանցնի մարդն այդ ճանապարհն ու փորձությունները եւ արդյոք կկարողանա անարդարության եւ հուսահատության մեջ չկորցնել իրեն եւ իր ներքին խաղաղությունը։ Ինչի մասին է խոսքը, Դիանա, նոր ներկայացման։ Այո, խորը եւ կարծում եմ դեռ չենք տեսել կունենանք առիթ, բայց շատ կարծում եմ մերօրյա խորհրդանշական եւ խորքային ներկայացում է լինելու ռեժիսոր Աշոտ Հակոբյանի, դերասանուհի Ռուզաննա Մանուչարյանի եւ դերասան Լև Ստավթյանի հետ ենք զրուցելու։ Բարի լույս, բարի գալուս մեր խաղաբար։ Ինչպե՞ս եք։ Յասկանչ։ Շնորհակալություն, որ այսօր ժամանակ գտաք, որովհետեւ պատկերացնում ենք ինչ ծանրաբեռնված եք։ Շնորհակալ ենք հրավերի համար։ Դե բոլորս էլ լարված ենք։ Մեկը կասի հրաշալի, մյուսը կասի անհանգիստ, բայց իրականում լարվածություն կա, որովհետեւ երկար սպասված պրեմիերան երեկոյան արդեն իրականություն կդառնա։ Դե բնականաբար, որովհետեւ ուժու երան չեն քնայել, որ լավ լինի եւ առաջնաստված տեսնենք ինչպես։ Աշոտ, եկեք սկսենք վերնագրից։ Ես երեկվանից մտորում էի, թե ինչու 40 օր, ես նույնիսկ զուգահեռներ տարա, ասեք կապ ունի թե չէ, Քրիստոսի հարություն, հետո համբարձում 40 օր այդ ճանապարհը, երկրի վրա երկինք, կա որևէ խորհրդանշական կապ։ Այո, իհարկե։ Ահա։ Ներկայացման իրականում Վեսանվել Խալացյանի պիեսն է, Երջանկայի շատակ։ Մենք 2009-2010 թվականին ունեցել ենք պրեմիերա, ներկայացում խաղացել ենք ու խաղացել ենք մի տարվա ընթացքում 65 անգամ։ Ներկայացման վերնագիրը 40 օր համբառնալուց առաջ, այդպես է։ Այսինքն սա այդ ներկայացումն է։ Այո, այո։ Հա, այլ ներկայացում է, բայց մի պիեսի հիման վրա։ Պիեսի հիման վրա ներկայացումը ուղղակի իր անվանումն է մի քիչ կրճատվել։ Ձևաչափը փոխվել է, նույնն է պահպանվել ժամանակ։ Այսպես ասեմ, նոր ներկայացում է, նոր բեմադրություն է դերակատարներից Լև Ստավթյան, Վիգենա Թադևոսյան եւ Մոսո Կարապետյանը իրենք ոնց որ հնաբնակներն են, այսպես ասեմ, դե Ռուզաննա Մանուչարյանը արդեն ոնց որ Ռուզաննա Մանուչարյանը ասենք արդեն եւ Սարգիս Գրիգորյանը եւ Արև Սամսոսյանը։ Իսկ 40 օր վերնագրին վերադառնամ, այնպես ստացվեց, որ դե որ մեծ արձագանք ստացավ ժամանակին, բոլոր անխտիր ասում են 40 օրը երբ է լինելու, 40 օրը երբ է լինելու, 40 օրը այդպես ոնց որ մտածեցինք, որ վերնագիրն է լինի 40 օր, որովհետեւ հենց 40 օր համբառնալուց առաջը չէին ասում, միշտ ասում էին 40 օրը երբ է լինելու, այնպես չէր, ինչ որ տենց հատուկ միտում կար այդ ամեն ինչի հետ կապված։ Աշոտ, կասեք արդեն վերաբեմադրվելուց հետո դերասանական նոր կազմը ինչպես հավաքեցիք, ինչով առաջնորդվեցիք, նոր դերասանների ընտրության հարցում ինչով եք առաջնորդել, քանի որ նախկինները արդեն ընտրված էին, այսպես ասած։ Ինձ համար շատ կարևոր է լինեն առաջին հերթին պրոֆեսիոնալներ։ Շատ կարևոր է, բոլոր մարդիկ ովքեր բեմում են լինելու պրոֆեսիոնալ դերասաններ են, դա շատ կարևոր է, իսկ ընտրության հարցը այնպես է, որ ես շատ դժվար եմ եւ պիեսն ընտրում եւ ընտրում ոնց որ կերպարներն ովքեր պիտի խաղան այդ տերը։ Դե այնպես ստացվեց, որ ասես պատկերացրեցի, որ այդ մարդիկ կլինեն այս դերում, ես էլ առաջարկեցի ու շատ ուրախ եմ, ուրախությունից սիրով ընդունեցի։ Շատ լավ, մի քանի ժամ է մնացել, թերևս բոլորը թույլատրված եք, կուզեմ դերասանները եւս իրենց դերերի եւ սպասումի մասին, հանդիսատեսին հետ հանդիպելու մասին խոսեն։ Սկսի Ռուզա։ Ես սկսեմ։ Ես շատ փակագծեր չեմ ուզում բացել, բայց իմ ընկերների թույլտվությամբ կարող եմ ասել, որ այս կերպարը, իմ մարմնավորած կերպարը ամենաբարձ կերպարներից մեկն է պիեսում, ինքը բազմաշերտ կերպար է, չեմ ուզում բոլոր փակագծերը բացել, որովհետև այդ կերպարի մեջ կնոջ ցանկացած դրսևորում
հոգեբանական մեծ տրավմաներ, կոմպլեքսներ եւ բարդ ու դաժան անցյալ կարող են տեսնել յուրաքանչյուրը։ Իմ այստեղ ճակատագրերի մասին է խեղված ճակատագրերի մասին ներկայացումը, մաքարելու մասին ներկայացումը, կյանքը ճիշտ ապրելու մասին ներկայացումը, որ գիտեք, այստեղ գլխավոր ասելիքներից մեկը այն է, որ քո կյանքի ժամերը այնքան ճիշտ պետք է ապրես, որ վերջում պատասխան տալու օրը կարողանաս այդ հարցերի պատասխանները ունենաս։ Ես մանավանդ եմ հանցագործի կերպար, որը որ անկախ իր կամքից է դարձել հանցագործ ու գալիս է այն կետին, որ ինքը փոշմանում է, բայց արդեն այլ ժամանակ չունի ու ինքը իրան դարձրել են հանցագործ, այսինքն հասարակության մասին էլ է, սիստեմի մասին է, իր սիստեմն է սարքել հանցագործ անկախ իրանից։ Լեւս հետաքրքիր է այս թեման իրական շատ կարևոր է հատկապես մեր օրերում, թե ճիշտը վերագտնելու, սեփական ճիշտը նորից ընդունելու իր սխալները եւ այլն, կասեք ձեր կերպարը եւ ներկայացումը արդյոք կօգնի մարդկանց, երբ որ գան դիտեն իրենց սեփական ճիշտ եւ ընդհանուր սխալները հասկանալու հարցում գոնե մի փոքր։ Գոնե մտորելու առիթ կտա, բայց աշխարհը նոր չի ստեղծվել, էլի այդ անիվիրա սիրած փոսում սելի կոտրվելու էլի հա ինձ թվում է մարդիկ կմտորեն հա գոնե ինչ որ ժամանակ մարդկանց ստիմուլ կտանք որ գոնե ինչ որ փոխհարաբերությունների մեջ հա գոնե ճիշտ ապրեն Դեպս այս այն ներկայացումներից է, որ մարդկանց մոտ իսկապես մտածելու տեղիք են տալիս ու ինչ որ sense կոճակ սեղմում ենք ամեն դեպքում ներդեսայլեսի ներսով։ Ես այդպես եմ կարծում, որովհետև խոսել ինձ համար թե պիեսը, թե Աշոտի բեմադրությունը, հա, ինչպես է ինքը վերլուծել ու տեսել ներկայացումը արդեն իմ կյանքում շատ բաներ է փոխում, իմ մտահորիզոնում շատ բաներ է փոխում։ Այս ավելացրեք այդ։ Դիտեք հետո այստեղ ես էլ եմ ասել Սամվել Խալացյանը այդ բառից չեմ վախենալ, այնքան հանճարեղ է այս պիեսը բացել, այնքան կերպարները մանրակրկիտ է գրել, այնքան դերասանի գործը ու ռեժիսորի գործը հեշտացրել է, որ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել լուսավորքի Սամվել Խալացյանին, շնորհակալ եմ այս գործը, որ թողել է մեզ։ Իրականում այստեղ համ Աստվածաշնչի մասին է, համ մարդկային ճակատագրերի մասին է, համ տարբեր կերպարներին ինքը այնքան ճիշտ, այնքան նրբանկատ է բացել այս կերպարները, որ համ հուզում է, համ մարդկանց ծիծաղեցնում է ու ամենակարևորը ստիպում է մարդուն մտորել։ Աշոտ իհարկե ներողություն կիսատ մնաց, համամարտկային է իհարկե բոլոր ժամանակների համար, բայց գիտենք կյանքը շատ հարափոփոխ է, արագ է, ամեն ինչ անցնում եւ փոփոխվում։ Նախորդ բեմադրությունից հետո պիեսի մեջ կան որևէ դրվագներ, խոսքի տեսարանին վերաբերող կլինի կամ այս պահին աշխարհաքաղաքական ընդհանուր մեր վիճակը հաշվի առնելով, այո, որոշակի փոփոխված ինչ որ դրվագներ նոր մոտեցման իսկապես տարիներ անցել 16 տարի, չէ՞, մենք էլ ենք փոխվել, մեր մտածողությունն էլ է փոխվել ու Լևսը ոնց որ նշեց, իսկապես շնորհակալություն մեր հեղինակին, մեր սիրելի բարեկամին, գործեր կան, որ երբ կարդում ես ինքը նույնն է։ Այսինքն եթե մարդը զղջում է, չէ, ինչ որ մեղք է գործում զղջում է, իրականում այդ ծանոթ է, ինչ մեղք գործեց, ինչի համար զղջեց, զղջած ներողություն եմ խնդրում։ Ու ինչ է տեղի ունենում այստեղ մենք այսօր ապրում վաղը չգիտենք ինչ կլինի ու հա գալու է այդ օրը որ մենք բոլոր հարցերի պատասխանը տալու ենք ոչինչ եւ ոչ ոք անպատասխան չի մնալու գալու է այդ օրը ու երբ որ դու տեսնում ես այդ ամեն ինչը ասում ես հարց առաջ օրինակ ինձ մոտ որպես ունենք հանդիսատես ես էլ եմ այդ հարցերի ասեք այդ հարցը ինձ էլ է լինելու ես էլ եմ այս ամեն ինչի մեջով անցնելու։ Եվ ինչպիսին է մեր ճանապարհը յուրաքանչյուրիս։ Հետո փոփոխության առումով ինքը պիեսը գրված է 90-ականներին, բայց շատ արդիական են կերպարները, կոպիտ ասած դերերն ու դերակատարները փոխվել են, բայց երությունը չի փոխվել հարցի։ Նույն ոստիկանը, նույն պատգամավորը, նույն անբարոյականը, նույն հանցագործը, նույն բանաստեղծը։ Ինչպես 4-5 դեռ Շեքսպիրն է արվի։ Ինձ հետաքրքիր է Աշոտ, քանի որ ասեցիք, իրականում ինքը գործը
ծանր կարելի է համարել, բայց նաև դուք սովորեք համեմել բեմում մի փոքր հումորով, որպեսզի հանդիսատեսը այդքան երկար չձանրանա, թեկուզ չտխրի, չգնա իր տխրության դաշտ։ Կասեք, ինչ ձեռագիր եք ընտրել հումորի տեսանկյունից, ինչ որ խոսքերով, բառախաղով, Որն ավելի շատ փոխարինենք զավեշտալի իրավիճակներով, դե տրագիկոմեդիա է, ու հենց այդպես ոնց որ սրտի կարդիոգրաման, օրինակ այստեղ չգիտեմ, հուզիչ է, այստեղ ծիծաղելի, այստեղ զավեշտալի, օրինակ պատգամավորի եւ բանդի դռնապահի էլի ոստիկանի պերսոնաժը տեսարան կա, երբ որ գումար է գտնում, ասում արի մի բան անենք, դասավորենք, գնանք դրախտ։ Պատգամավորն ասում է, ստեղ կուզես միլիարդ ունես, ինչ որ ստարտակն է բուգնատ։ Ոնց որ ես ոնց որ այդ բառախաղն եմ ասում, էլի այդ դիալոգն եմ ասում։ Այսինքն դա այդ իրականում ծիծաղելի է, բա ինչ է, զավեշտալի է, այսինքն դեռ մտածում են, որ փողը մութ տեղն է լույս տալիս, հենց կերպարի տեքստ եմ ասում, էլի։ Հեգնական ծիծաղ, որը իհարկե տեսնում ես, հա, ծիծաղել է այդ ամեն ինչը ու այնտեղ դիալոգների ժամանակ եթե ասում հեղինակը այնքան սիրուն է այդ ամեն ինչն արել, որ դու sense չես նստում միայն տխրում, դու մտածում ես էմոցիոնալ, շատ էմոցիոնալ գործը, որը շատ են կարևորում հատկապես 21-րդ դարում։ Դերասան օրինակ ես բարձ ասեմ, ընկերս Ալևսը 65 անգամ ես հիշում եմ էլի իր մոնոլոգի ժամանակ ու 65 անգամ էլ ծափարություններ են հնչել մոնոլոգի ժամանակ, որովհետև այն ինչ ինքը ապրում է մոնոլոգին կապված իր հիշողությունների մամայի հետ, կերպարի մասին է խոսքը, այդ մինչև այսօր շատ-շատերս հիշում ենք ու անգամ փորձերին նորից ուզվում ենք, որովհետև այդ ֆանտաստիկ է, իսկ ռուզը օրինակ վերջերս փորձի ժամանակ հետաքրքիր բան տեղի ունեցավ, հա, դե չեմ ուզում էլի իսկապես փակագծեր բացեմ, բայց այնպես պահ եկա, որ հիմա ոնց որ ասած այն պերսոնաժի, որին որ մենք տեսնում ենք, Այդ շերտերի մասին է էլի խոսքը։ որին որ տեսնում ենք, փոփոխված պիտի ասի ուզիչ մանալոգ։ Ու վերացինք, որ ոչ մի ռուզը մենք բոլորս քանի անգամ ինչ-որ sense մի կետ էր հասնում ու ես ոչ թե հուզվում էի, այլ լաց էի լինում, որպես Ռուզաննա կերպարի Առաջարկը միանգամից եւ հեշտությամբ եք ընդունել դերի։ սիրով, գիտեք ինչ երջանիկ է, որ Աշոտից ստացա այդ ձանդը, նախ չի հավատում, որ հա հաստատ ես ուզում եմ շնորհակալություն էի Աշոտին։ Ես ծանոթ էի, շատ լսել էի ներկայացման հաջողության մասին, ճիշտ է ինքս չեմ դիտել, բայց իմ ընկերական շրջապատում անդադար խոսում ենք 40 օր, բայց չես տեսել Աշոտը, ոնց համար այնքան հետաքրքիր էր այդ ներկայացումը տեսնել կողքից, բայց որ Աշոտից տենց առաջարկացա, ամուսնուս Վահան ասում եմ պատկերացնում ես այդ ներկայացման մեջ, ասում եմ իհարկե միանշանակ Ես Աշոտին ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև իսկապես ինձ համար, որպես Ռուզաննա բեմում լինելը, շատ կարևոր է։ Աշոտը գիտի դրա մասին ու ինքը այս առաջարկով իմ թևերը մի քանի սանտիմետր երկարացրել։ Պատմեն Ռուզաննայի բախտը չբերեց, որ նորից դիտի, բայց դարձավ մասնիկը եւ Ռուզաննայի մասնակցությամբ կդիտեր։ Աշոտ, ուզեմ մյուս դերասանների մասին խոսենք, որոնք այսօր բնականաբար այստեղ չեն, բայց բեմում լինելու են, այսօր ում են տեսնելու նաեւ բեմում, կգնշեք։ Դերասանները, այո, Սարգիս Գրիգորյան, Վիգեն Թադևոսյան, Արեգ Սանտրոսյան, Մոսո Տարապետյան։ Այո, շատ հիանալի կազմ, բայց շատ անսպասելի կազմ, ինչ խոսք։ Տեսեք, այնքան հետաքրքիր է ինչ արվում, 6 տարբեր ճակատագրեր, 6 տարբեր մարդիկ, տարբեր բնավորություններ։ Անգամ երբ որ պիեսը կարդում ես, դու ասես լավ, այս մարդիկ, այս տարբեր մարդիկ ինչ գործ ունեն իրար հետ, ինչ խոսեն, արդեն իսկ հետաքրքիր է, ու Լևսը մենք շատ ճիշտ բան ասես։ Ինքը կարդալն է անգամ հետաքրքիր, որ մնաց բեմադրելը, խաղալը ու այսպես շարունակ։ Ինձ նաև շատ հետաքրքիր, քանի որ նոր դերակատարների համար սա նորություն է բեմում, քանի որ երկրորդ անգամ պետք է նույն կերպարը խաղաք ու երկար տարիներ հետո, երկար տարատեսակ իրադարձություններից եւ ապրումներից հետո ձեր վերաբերմունքը ձեր դերին մասնակիորեն գուցե փոխվել է կամ նորովի եք խաղում։ Դե գիտեք, արդեն ես միշտ մտածել եմ, որ այս կերպարը օրինակ այսքան ժամանակ անցել, այս տարիքում ուրիշ կերպ կմարմնավորեի, որտեղ գիտեք, ես հիմա հասել եմ այն տարիքին, որ գրված է կերպարը։ Այսինքն այն ժամանակ ես իմ տարիքից մեծ կերպար էի խաղում ու որոշ բաներ ես հիմա որ հետ եմ նայում, որոշ բաներ ճիշտ չէի անում, գոնե իմ համար արդեն որպես դերասան որ նայում եմ, այստեղ ավելի հետաքրքիր, ավելի նոր շերտեր եմ գտել, ավելի հասկանալով եմ ես խաղում այս կերպարը։ Այդ ժամանակահատվածը դե կյանք ես ապրում, մեծանում ես, ավելի շատ բան ես տեսնում,
ավելի հասուն եմ խաղում, կարելի է ասել այդ կերպարը, նույնն այն օրը զրուցում էինք Մոսոյի համար, Մոսոն էլի 18-19 տարեկան դեպուտատի պատգամավորը կերպար կամ չնայած հիմա շատ կան 16-17 տարեկան դեպուտատներ, այո։ Նույն վստահ Վիգենի մոտ էլ է նույնը։ Պիտի ապրված լինեն Այո, ֆունկցիաները։ Դերակատարների համար ապրված է։ Մոր կերպարը մեր մոտ ժամանակին խաղում էր երիտասարդ աղջիկ, մենք գրիմով փոխում էինք, իսկ հիմա խաղում է տատիկ, որը շատ լավ է խաղում, ողջունում է։ Ունես մի քանի ժամեր են մնացել այսօր երեկոյան Հակոբ Արենյանի համար երաժշտական կոմեդիայի թատրոնում է լինելու, եթե կան դեռ տոմսեր կարող են գուցե գնել մասնիկը դառնալ, հա։ Ճիշտ ասած մենք հորս ասում երեք փորձերի ենք եղել, Էհ, այս պահին որ չեմ կարող Բայց կարող ենք ասել, որ մայիսի 8-ին հաջորդ ներկայացումն է լինելու, մենք սիրով սպասում ենք մեր սիրելի հանդիսատեսին, իսկապես մեծ պատասխանատվությամբ ենք մոտեցել թե բեմադրությանը, թե դերակատարներն իրենց դերերին, մենք ամեն ինչ ուզում ենք անենք, որ ներկայացումը երկար ճանապարհ անցնի ու այդ ամեն ինչը կախված է մեր սիրելի հանդիսատեսից։ Լավ նորություն մեր հեռուստադիտողի համար, կարող եք հասցնել, դեռ գնալ, վերցնել, եթե չէ մայիսի 8-ին, ինչպես արդեն նշեց ռեժիսորը, կան դեռ տոմսեր, ես եւ Դիանան մաղթում ենք թե այսօր, թե մայիսի 8-ին անխափան, հա։ Մենք էլ ձեզ սիրով հրավիրում ենք, ասենք որորն եք, որորնա ձեզ անպայման, մեծ սիրով կգանք եւ մաղթում ենք, որ այդ ներկայացումը գնա Հայաստանից դուրս, ինչու՞ չէ նաեւ։ Թեման կարեւոր է եւ շատ Մարզել Հայաստանից դուրս։ Սիրելի հեռուստադիտողներ, շնորհակալություն ձեզ իհարկե եւ հաջողություն։ Ես հիշեցնեմ, որ զրուցում էինք այսօր արդեն կայանալի 40 օր ներկայացման մասին, այո, ունեք հնարավորություն ինչպես այսօր, այնպես էլ մայիսի 8-ին գնալու եւ ձեր սեփական կյանքը այսպես ուրիշի փորձով, ուրիշի սխալներով տեսնելու, հասկանալու, մտորելու համար։ Մենք բարև երկիրն ենք, շարունակեք մնալ մեզ հետ։ Բարև երկիրը շարունակում է իր ընթացքը, սիրելի հեռուստադիտողներ, օրեր անց ապրիլի 24-ն է, օր, որը յուրաքանչյուր հայի համար խոնարհումի, հարգանքի տուրքի, գենետիկ պատմական հիշողությունը պահելու, եփվելու եւ պայքարելու կարևոր օրն է։ Եվ ավանդաբար մենք հյուրընկալում ենք երիտասարդների, որոնք այդ օրը պատրաստական եւ այդ պայքարի եւ պահանջատիրության կոչով դուրս են գալիս փողոց, ամբողջ աշխարհին ցույց տալու, որ մենք կանք եւ մենք շարունակում ենք ապրել։ Հույդա Հայաստանի երիտասարդական միության Երևանի մարզային վարչության անդամ Արամ Մովսիսյանն է մեզ հյուր եւ Հույդա Հայաստանի երիտասարդական միության անդամ Էլադա Հայրապետյանը, բարի լույս։ Բարի լույս։ Բարի գալուստ մեր տաղավար, ինչպես եք։ Լավ, դուք ո՞նց եք։ Լավ, շնորհակալություն։ Երիտասարդներ, ընկերներ, նախ հասկանանք ինչպես են նախապատրաստական աշխատանքները ջահերով երթի ընթանում, ապրիլի 23-ի երեկոյան արդեն մեկնարկում է ջահերով երթը շուրջ, եթե չեմ սխալվում, 27-28 տարի, 99 թվականից, եթե սխալվում եմ, ուղեք։ Այս տարի ինչպես են ընթանում աշխատանքները։ Այս տարի ինչպես միշտ եռում են աշխատանքները մեր տարբեր գրասենյակներում, թե ջահերի հետ կապված, թե մնացած դրոշների կամ կանթերների։ Ես ուզում եմ ասել, որ տարիներ շարունակ լինելով ուսանողական խմբի ղեկավար, ուսանողական նախագահ, ինչպես ասում էին այն ժամանակ, մեր ուսանողներին բերում էինք շատ տարիներ առաջ, որպեսզի այդ օրը միանան եւ այդ ջահերը վառեն ի նշան մեր հարգանքի, մեր հայ լինելու եւ մեր հայի պահպանության։ Կասեք, տարիների ընթացքում ինչն է փոխվել եւ այսօր հայ երիտասարդը արդյոք զգում է այդ հայ լինելու կարևորությունը, նախ եւ ովքեր են միացել դες։ Ովքեր են միացել տարբեր տարիների ջահերով երթին, թե այս տարի։ Այս տարի կիմանանք ովքեր են միացել հենց այդ օրը։ Բայց հայտերը բաց են, չէ՞, որքան գիտեմ, պետք է նախապես հայտագրվեն։ Այո, գրանցվում են, հիմա աշխատանքներ ենք տանում գրանցված ջահակիրների հետ։ Տարիների ընթացքում մեր մոտ ոչ մի բան չի փոխվել, փոխվել են արտաքին ճնշումները ավելի շատ մեզ վրա, բայց մենք չենք ընկճվում եւ շարունակում ենք մեր պահանջատիրության ջահը վարպահել։ Տարիներ շարունակ Էլադա կուզեմ դուք պատասխանեք, ջահակիր եղել են տարբեր մարդիկ, ընդհանրապես այն մարդիկ, ովքեր
հուսախնդիր են, հետևողական են եւ իրենց պատմությունը ուզում են պահել եւ եկել են ջահակիր դարձել են։ Կասեք այս տարի ովքեր են ջահակիրները եւ ինչպես պետք է անցկացվի այդ օրը։ Այս տարվա ջահակիրները միանշանակ ինչպես նախորդ բոլոր տարիների պահանջատիրությունը իրենց մեջ վառ պահող հայ երիտասարդներն են եւ պետք է հստակ գիտակցել, որ ջահերով երթը սովորական երթ չէ կամ հիշատակի սովորական արարողություն չէ, այլ մեր արդար պահանջատիրության ու մեր պայքարի մաննացումն է եւ ջահերը, որոնք մենք տանելու ենք Ծիծեռնակաբերդ, սովորական կրակ չէ, այն մեր ցավն է, մեր պատմական հիշողությունն է եւ մեր նաեւ արդար պահանջն է։ Այս տարի Ծիծեռնակաբերդի ուշահամալիր բարձրանալու են հենց այդ գաղափարախոսությամբ առաջնորդվող մեր հայրենակիցները։ Այս տարի մեր համար, բոլորիս համար ցավոք բեկումնային տարի էր, ոչ միայն տարին, այլ վերջին ոնցով մի քանի տարին։ Ուզում իմանալ այս տարի հատկապես ջահերով երթին արցախցիների մասնակցությունը, դուք երկուսդ Արցախից եք, կուզեմ այդ մասին խոսել։ Այս տարի, ինչպես եւ նախորդ տարիներին, մեծ թվով արցախցիներ նույնպես մասնակցում են ավանդական ջահերով երթին, այդպիսով փորձում ենք վառ պահել մեր պայքարի ջահը, հույս ունենալով, որ այն նորից տանելու ենք Արցախ եւ 1915 թվականի հայոց ցեղասպանության չճանաչումը, ժխտողականությունը հանգեցրեց 2023 թվականի Արցախի էթնիկ զտմանը։ Եվ պատահական չէ, որ ժխտողականությունը նույնպես համարվում է ցեղասպանության հերթական էտապներից մեկը։ Ժխտել, ինչպես հայտնի խոսքն է ասում, նշանակում է զոհերին սպանել երկրորդ անգամ եւ մենք պայքարում ենք հենց այդ քաղաքականության դեմ։ Ընկերներ, գաղտնիք չէ, որ վերջին տարիներին հատկապես երիտասարդները իսկապես հայրենասեր են, հայրենասիրական ոգին շատ վառ է նրանց մեջ եւ Հույդա երիտասարդական միությունում ներառված են երիտասարդներ 16-ից մինչեւ 25-26, եթե չեմ սխալվում, այո, եւ այդ շատ փխրուն տարիք է, երբ մարդը ձևավորվում է եւ որպես անհատ, եւ որպես քաղաքացի ու հայրենասեր։ Հետաքրքիր է ինչ աշխատանքներ են միությունում տարվում, որպեսզի վառ պահվի այդ հոգին, որովհետեւ այսօր գիտենք, որ շատ հարափոփող աշխարհում շատ արտաքին ազգներ կան վնասակար, որոնք կարող են թույլ չտալ, որպեսզի հայ երիտասարդը շարունակի այդպես մեծանալ, ձևավորվել։ Երևի թե հենց այդ ազդակների պատճառով է, որ այս վերջին տարիներին երիտասարդությունը ավելի հայրենասեր է դառել, որովհետև եթե երիտասարդին մի բան ուզում են արգելել, չթողնել, ինքը դա ավելի շատ է, ավելի ոգևորության ցավն։ Մենք առհասարակ անցկացում են որևէ դասընթացներ կամ քննարկումներ, սեմինարներ, ուզում եմ մի փոքր լուսավորեք, թե կենտրոնը երիտասարդական միությունը ինչով է զբաղվում, որովհետև գուցե լինեն հեռուստադիտողներ, որ որոշեն հենց վաղվանից պետք է միանան ձեզ։ Վաղվանից միանալը երևի չի ստացվի, բայց ասեմ, որ մենք միշտ էլ անցկացնում ենք դասընթացներ, դասախոսություններ, տարին գոնե 2-3 անգամ արտագնասեմինարներ ենք անցկացնում տարբեր թեմաներով, թե քաղաքական, թե պատմական եւ մենք մեզ դաստիարակում ենք այդ կերպով։ Դուք քանի տարի արդեն անդամ եք միության։ Ես 2 տարի արդեն։ Ես էլ 2024-ին ջահերթին մասնակցել եմ որպես ջահագիր եւ դրանից հետո որոշել եմ, որ ես պետք է մասը դառնամ հեմ գաղափարի դարբնոցի։ Հետաքրքիր է, ջահակիր ասեցիք, սովորաբար երբ որ ինչ-որ պարտականություն է տրվում մարդուն, նույն ջահը կրելու պարտականությունը, դա կարծես փոխվում է հոգեբանություն։ Ասեք, հատկապես հիմա ջահակիր լինելու եւ վայրով երթին մասնակցելու հոգեբանությունը ինչպես է տարածվում, հենց դուք որպես երիտասարդ, ինչպես եք տարածում այդ հոգեբանությունը, որ դա մեր մասին է, հայ լինելու, հայ մնալու մասին է, մեզ ցեղասպանելու մասին է։ Իրականում այո ջահակիր լինելը ինքնին մեծ պատասխանատվություն է, բայց երբ գիտակցում ես, որ դու պայքարում ես ուրացման քաղաքականության դեմ, դու պայքարում ես պատմական արդարության վերականգնման համար, դրանով նաև քեզ համար այդ առաքելությունը պատիվ է բերում եւ պետք է այնպես անենք, որ շատ երիտասարդների շրջանում ազգային
մտածելակերպը հասունանա, որովհետև ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող ազգը, առաջնորդվող ժողովուրդը չի կարող պարտվել։ Շատ հետաքրքիր գաղափար հնչեց ազգային գաղափարախոսության մասին, սովորաբար ջահերով երթը տարիներ ի վեր։ Ես սկզբից մասնակցել եմ տարբեր քաղաքական գործընթացների ժամանակ տարբեր դիտակետով է, տարբեր տեսանկյունից է դիտարկվել, բայց ջահերով երթը դա հայի մասին է։ Ես ուզում եմ, որ դուք հիմա ասեք խոսք, որ դա հայի մասին է եւ հայ լինելու մասին է, որ քաղաքականությունը կամ ոչ մի բան չի կարող ասել դրա վրա, որտեղ դա մեր մասին է եւ ջահերով երթին մասնակցելը դա մեր շնորհքն է։ Այս տարվա ջահերով երթի կարգախոսներից է նաև մեկ դատ, մեկ պայքար սկզբունքը։ Հայը ունի մեկ դատ, դա մեր համազգային հայ դատն է, որը մեր ազգային իրավունքների ամբողջական համախումբն է եւ այդ դատի համար պետք է մղվի մեկ միասնական, հետևողական եւ անզիջում պայքար։ Որ մարզերից են այս տարի առավելագույն թվով մասնակիցները, հետաքրքիր է, եւ որ մարզերում են ավելի մեծաթիվ անցկացվում ջահերով երթ, այս վերջին տարիների եթե վիճակագրությանը նայենք։ Գյումրին միշտ հաղթում է, բայց տեսնենք մասնագետների խոսքը։ Երևանից բացի անցկացվում է նաև Գյումրիում, Կապանում եւ այս անցած տարվանից արդեն ապարանում էլ է անցկացվում ջահերով երթը, իսկ Երևանի ջահերով երթին մասնակցում են Հայաստանի բոլոր մարզերից մեծ թվերով։ Եվ արդեն ժամանակացույցը նաև միացման այդ հայտագրման կարգը կարող եք ասել, որ գուցե մարդիկ չգիտեն եւ ուզենան միանալ այս տարեգուցե առաջին անգամ։ Կարող են միանալ ջահերով երթին, եթե ուզում են որպես ջահակիր միանալ, մենք մեր սոցցանցերում ունենք արդեն հղումը, որտեղ կարող են գրանցվել, դրանից բացի քաղաքում անցկացվում են իրազեկման ակցիաներ եւ պաստառներ են կախվում QR կոդերով, որ կարող են սկանավորել եւ գրանցվել։ Դրանից հետո մենք կապնվում ենք իրենց հետ, հրավիրում ենք գրասենյակ, նախապատրաստական աշխատանքներ ենք տանում իրենց հետ եւ նրանք մասնակցում են ջահերով երթին որպես ջահակիր։ Նախապատրաստական աշխատանքներ ինչ են ենթադրում։ Ինչ պետք է մարդը անի, որ գա դառնա ջահակիր կամ մասնակից։ Ջահակիրների հետ նախապատրաստական աշխատանքը իրենից ներկայացնում է դասախոսության տիպի մի բան, որ մենք իրենց հետ խոսում ենք, բացատրում ենք ինչպես պետք է վարվել ջահերի հետ, որ դժբախտ պատահարներ չլինի։ Պայքարը շարունակվում է այս կարգախոսով, անցկացվելու է այս տարի ջահերթը, սիրելի հեռուստադիտողներ, այո, մեզնից յուրաքանչյուրը ոչ թե պետք է, այլ պարտավոր է իր ջահը բռնել, իր պահանջատիրության պայքարի ջահը տանել եւ այս ջահերթը ինձ թվում է այն հայտնի խոսքի վառ ապացույցն է, երբ ասում են յուրաքանչյուրս մեր մոմը որ վառենք, մեր շուրջը արդեն լուսավոր կլինի։ Սա իսկապես լավագույն վառ ապացույցն է այդ խոսքերի։ Շնորհակալություն ձեզ ընկերներ։ Շնորհակալություն, ուզում ասել, որ այսօր երիտասարդությունը որ միավորվում է այս ամենի շուրջ, դա նշանակում է մենք ապրում ենք, մենք կանք եւ մենք լինելու ենք։ Դրա համար անցկացվում է այս ամենը։ Շարունակեք մնալ մեզ հետ, մենք բարև երկիրն ենք։ Ահա եւ վեր սիրելի հեռուստադիտողներ, մեր աշխատանքային շաբաթն ավարտվեց։ Մենք իհարկե ամբողջ շաբաթ աշխատելու ենք, որպեսզի մեր հանդիպումը լինի շատ արդյունավետ, կառուցողական, հետաքրքիր, ձեր առավոտները ջերմությամբ, սիրով եւ լավ զրույցներով լցնելու համար։ Այո, հուսով ենք ձեր կիրակին կանցնի նույն չափ հետաքրքիր եւ լավ տրամադրությամբ, արևը եկել է մեզ ջերմացնելու եւ հիշեցնելու, որ վերջապես գարուն է մինչ այս անձրևներին, եւ մենք նաեւ հիշեցնենք մեր հովանավորներին, ում շնորհիվ կայանում է մեր հաղորդումը։ Տուն դեպո խանութ սրա, որտեղ ձեզ սպասում է այսպիսի գունագեղ կահույք, ինչպես նաեւ Աջափնյակ բժշկական կենտրոն եւ Dream Park հանգստի գոտի։ Չենք մոռանում Երկիր մեդիայի տելեգրամյան եւ յութուբյան ալիքները եւ Երկիր մեդիայի ու Բարև Երկրի Facebook-յան ու Instagram-յան հարթակները։ Այսօր ծնծաղիկների օրն է, գնացեք մի փունջ ծնծաղիկ գնեք ձեր կնոջը, ձեր սիրելիին, ձեր մայրիկին եւ ձեր քույրիկին։ Կհանդիպենք։ Առողջ եղեք։